Բարի կեսօր, Reopen Media News հրատվականը շարունակում է իր աշխատանքն ուղիղ եթերում։ Ես Աննա Մարգարյանն եմ։ Մենք շարունակում ենք անջատել աղմուկն ու խոսել կարևորի մասին, Հայաստանի ու աշխարհի լրահոսը դարձնել հասանելի ու թափանցիկ ձեզ համար։ Ազգային ժողովում դարձյալ կրքեր են բորբոքվել։ Առավոտյան մեկնարկած հերթական նիստում ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը իր ելույթում քննադատաբար անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանի կալավորմանը եւ հայ առաքելական եկեղեցու դեմ ընթացող գործընթացներին։ Նրա հայտարարությանը տեղից արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչի հետևանքով նիստում իրավիճակը կտրուկ լարվել է։ Որևէ կերպ չվախենակ, ես չեմ վախենում, 100,000-ավոր մարդիկ չեն վախենում եւ իսկապես չկա մի բանդ, որում կարող եք տեղավորել 100,000-ավոր մարդկանց, ովքեր պահելու են իրենց ինքնությունը, ովքեր լինելու են եկեղեցու կողքին եւ այն մարդկանց կողքին, ովքեր իսկապես արժեք են ստեղծում։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ Տիկին Գրիգորյան, լրություն Առաջարկ կա Լավ, դալիճում լրություն, պարոն վարչապետ, դրա մասին ելույթի ժամանակ։ Գործարար Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է։ 3 կեսգիշերին մոտ Կարապետյանի փաստաբանները լրագրողներին ասել են, որ դեռ չեն հասցրել ծանոթանալ կալանքի հիմնավորումներին։ Նրանք տեղեկացրել են, որ բողոքարկելու են կալանքի որոշումը, որն ըստ նրանց ակնհայտ ապօրինի է։ Սամվել Կարապետյանը, որը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ, ուղերձ էր հղել իր աջակիցներին, որոնք հավաքված էին դատարանի առջև։ Նա իր մեղադրանքն անվանել է շինծու կալանքն ապօրինի։ Կարապետյանը վստահեցրել է, որ մշտապես լինելու է իր ժողովրդի եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին։ Ինչպես գիտեք, մի քանի ժամ տևած դատական նիստի ընթացքում մեծ թվով ոստիկաններ էին շրջափակել դատարանի շենքը։ Կարապետյանին իրենց աջակցությունը հայտնելու համար դատարանի մոտ էին հավաքվել նրանց ընտանիքի աջակիցները, ընդդիմադիր պատգամավորներ, հասարակական գործիչներ։ Մանրամասները պատմում է իմ գործընկեր Սիմոն Հովանիսյանը։ Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը գործարարի նկատմամբ խափանման այդ միջոցն ընտրեց 2 օր առաջ արած այս հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործով։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Իշխանությունները վտանգ տեսան, մասնավորապես Նիկոլ Փաշինյանն ասաց, հեսա մենք մեր ձևով կմիջամտենք ձեզ։ Դա քրեական գործի տեսքով եղավ։ Ես ինչքան էլ ժողովրդավարություն ամենակոշտ եւ ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում։ Կարապետյանին մեղադրում են իշխանությունը զավթելու բռնի կոչեր հնչեցնելու համար։ Բնականաբար այս քրեական վարույթի շրջանակներում ամբողջությամբ զետեղված նյութերը չեն խոսում քրեական օրենսգրքով մեղծագրված հիմնավոր ինչպես կասկածի մասին, այնպես էլ հիմքերի մասին։ Ուստի կարող եմ այս բանին միայն նշել, որ որոշումը ակնհայտ ապօրինի է։ Իսկ եթե այդ իմ ձևովը մոմ վառելն էր, ինչու միանգամից քրեական գործ հարուցվեց։ Փաշինյանը ասաց, թող ցուցմունքով ասի դա։ 4 ժամ տևած դատավարության ընթացքում գործարարի փաստաբաններն ասում են 3 ժամն իրենց հիմնավորումներ, թե ինչու չկալանավորել։ Հոդվածը ծանր է, հիմքերը երերուն։ Ցավոք դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի եւ իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին, ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն հանուն արդարության եւ առանց հանձնարարությունների։ Ամուր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա, առաջ Աստված։ Սամվել Կարապետյանը իր աջակիցների համար կոչ էր պատրաստել, ասելով, որ չի հանձնվելու։ Փաստաբանները նշեցին, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։ Քրեական գործին զուգահեռ գործարարի ընտանիքին պատկանող Տաշիր պիցայի 8 մասնաճյուղի աշխատանք է կասեցվել երեկո այսօր։ Սիմոն Հովանիսյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Սամվել Կարապետյանի կալանավորման որոշումից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել, որտեղ շեշտել է. քրեական դատարանը ակնհայտորեն տեղի տալով իշխանության բացահայտ ճնշումներին որոշել է կալանք կիրառել ազգային բարերար Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Նրա նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է, նպատակ ունենալով վախի ու սպառնալիքի կիրառմամբ հայոց եկեղեցուն զրկելու հավատավոր իր հոտի աջակցությունից։ Խստորեն դատապարտելով ամոթալի այս վարքագիծը գնահատում ենք այն որպես հարված ինչպես Հայաստանի Հանրապետության վարկին եւ հեղինակության, այնպես էլ հայոց եկեղեցուն։ Կարդում ենք հայտարարության տեքստում։
Անհետ կորած զինծառայողների հարազատները նստացույց են իրականացնում ազգային ժողովի դիմաց եւ շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան, պահանջելով չեղարկել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին պաշտոնից ազատելու մասին որոշումը։ Նրանք նշում են, որ իրենց հարցով գործերով հենց Արմեն Աբազյանն էր զբաղվում եւ մտավախություն ունեն, որ նրան պաշտոնից հեռացնել նշանակում է փակել անհետ կորածների գործերը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից հունիսի 18-ին։ Շարունակելով լրահոսը, գանք BBC-ի նորություններին։ 2018-ին հիացմունքով հայկական թավշյա մասին պատմող BBC-ն անդրադարձել է Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, զարմանքով մեջ բերել Հայաստանի վարչապետի անպարկեշտ բովանդակությամբ գրառումները։ Նշել են, որ սա չլսված արշավ է ընդդեմ եկեղեցու։ Արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցը հիշեցրել է, որ Արցախյան երկրորդ պատերազմում կրած պատերազմից հետո ամենայն հայոց կաթողիկոսը Փաշինյանի հրաժարականի կոչ արեց եւ հարաբերությունները վերջնականապես փչացան։ Բայց աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունները սովորեցին գոյակցել միմյանց հետ մինչեւ անցյալ շաբաթ, երբ արդեն վարչապետը կոչ արեց պաշտոնանկ անել եկեղեցու առաջնորդին։ BBC-ն իր հոդվածում ներառել է նաեւ այն փաստը, որ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ հայ առաքելական եկեղեցուն ավելի շատ են վստահում, քան կառավարությանը։ Իսրայելի տարածքում վերջին հրթիռային հարվածներից հետո հրապարակվել են տուժածների վերաբերյալ նոր մանրամասներ։ Իրանն ու Իսրայելի օդային պատերազմի 7-րդ օրը սկսվել է Իրանի կողմից Իսրայելին հարվածներից ֆոնդային բորսայի շենքին հարվածել են։ Հարձակման հիմնական թիրախներից են եղել նաև Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարության եւ հետախուզության շտաբը, պաշտպանության բանակի հետախուզական ճամբարը։ Իսրայելական կողմից հայտնում են, որ հարվածել են Արաքի ծանր ջրի հետազոտական ռեակտորի մոտակայքում գտնվող տարածքին, որը Իրանի միջուկային ծրագրի մաս է կազմում։ Իրանի պաշտոնյաները նշում են, որ ճառագայթման վտանգ չկա, քանի որ օբյեկտը տարհանվել էր հարձակումից առաջ։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Թեհրանի ծայրամասերում կեսգիշերից հետո ակտիվացել է հակաօդային պաշտպանությունը։ Իսրայելի բանակը հաստատել է, որ առավոտյան հարվածների շարք է եղել Թեհրանի եւ այլ քաղաքների ուղղությամբ։ Ուրբաթօրվանից ի վեր Իրանն արձակել է մոտ 400 հրթիռ։ Իսրայելը պաշտոնապես հայտարարել է 24 խաղաղ բնակչի մահվան մասին, իսկ Իրանը հայտնել է առնվազն 224 զոհի մասին իսրայելական հարձակումների արդյունքում, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Սակայն այդ թիվը արդեն երրորդ օրն է չի թարմացվել։ Արդեն մի քանի օր է զգալիորեն ավելացել է Իրանից մեր երկիր եկողների հոսքը։ Իմ գործընկերը այսօր վաղ առավոտից ճամփա է ընկել դեպի Մեղրի, հասկանալու ինչ իրավիճակ է այնտեղ եւ ամբողջ օրվա ընթացքում մեզ պատմելու իր տեսածի մասին։ Լսենք Անի Հովանիսյանին։ Հովանիսյանը մենք հիմա գտնվում ենք Երասխից Մեղրի տանող ճանապարհին։ Ինձանից մի քանի 100 մետր այն կողմ գտնվում են հայ-ադրբեջանական դիրքերը։ Մենք ուղևորվում ենք Մեղրիի անցակետ, քանի որ ըստ նախնական տեղեկությունների այնտեղից բավականին մեծ օտարերկրյա ուղևորների հոսք կա։ Գնում ենք այնտեղ հենց տեղից օպերատիվորեն ձեզ իրավիճակը հաղորդելու համար։ Ռազմական փորձագետ զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ Հայկ Նահապետյանի համոզմամբ իսրայելաիրանական հակամարտությունը ոչ թե մարելու, այլ ավելի ծավալվելու ներուժ ունի։ Նա կանխատեսում է նաև միջազգային կանոնների փոփոխություն համաշխարհային հարթակներում, միաժամանակ զգուշացնում, որ Հայաստանը պետք է զգոնություն պահպանի, այդ թվում փախստականների հոսքերի կառավարելիության հարցում։ Դավիթ Գենջոյանն է պատմում։ Իրանական գործոնի թուլացմամբ ուժեղանում է թուրքական գործոնը։ Իրանա-իսրայելական հակամարտությունն աստիճանաբար վերածվել է ուղիղ ռազմական առճակատման։ Արդեն 6 օր շարունակ կողմերը փոխանակում են հրթիռային հարվածներ, պատճառելով ավերածություններ եւ զոհեր երկու կողմերում։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի դիտարկմամբ Իսրայելը խնդիր է դրել վերջնական հաղթել Իրանին։ Երկու ճանապարհ կա։ Առաջին ներքին հեղաշրջում այաթոլաների կառավարման ինստիտուտի վերացում, որը կուղեկցվի անջատողական տրամադրություններ, հաշվի առնելով, որ Իրանը բազմազգ պետություն է, որտեղ պարսիկները 50% են։ Կա երկրորդ էթնիկ խումբը ազերի են, երրորդը քուրդ են, չորրորդը բելուջ են։ Այս փուլը ոնց որ թե ձախողվեց։ Ուրեմն երկրորդ փուլը ռազմական գործողություններ, որը պետք է վերաճի պատերազմի, այսինքն ցամաքային օպերացիա, որը երկարատև է, մոտ 1.5 միլիոն զինազնակացի սահմանի մոտ կենտրոնացի, որը ներխուժի Իրան։ Պաշտոնաթող գնդապետի համոզմամբ հակամարտությունը կարող է ավելի սրվել։ Ինչ այս պահը Իսրայելը իրականացրել է հրթիռային հարվածներ եւ հատուկ գործողություններ, թիրախավորելով Իրանի ռազմական եւ գիտական ղեկավարությանը։ Սակայն ինչպես նշում է Նահապետյանը, Իրանը կարողանում է դիմակայել նման մասշտաբի ռազմական ճնշմանը։ Իսրայելը միջուկային զենք կարող է օգտագործել։ Բայց հաշվի առնելով այն իրողությունը, որ Իրանը փաստացի առաջին 1-2 օրը Մոսադի հատուկ օպերացիաներից հետո բավականին այսպես
ռազմական ղեկավարության եւ գիտական ղեկավարության կորուստներ ունեցածը շատ արագ համալրվում է, հաշվի առնելով որ Իրանը մեծ հաշվով ինքը ռազմականացված պետություն է, այո, պատժամիջոցների տակ 78 թվից գտնող երկիր է։ Նշանակում է, որ այս հրթիռակոծումները շարունակվելու են։ Իրано-իսրայելական հակամարտության խորացումը համաշխարհային հարթակում ռազմական ու քաղաքական վերադասավորումների պատճառ կարող է դառնալ։ Դավիթ Գենջոյան, Մկրտիչ Խաչատրյան, Reopen Media։ Նյու Յորքի, Բոստոնի և Լոս Անջելեսի քաղաքներում ամերիկացի ցուցարարները բողոքի ցույցեր են անցկացրել դատապարտելով Իսրայելի ռեժիմի ագրեսիան Գազայի և Իրանի դեմ։ Հնդկական նավից կադրեր են հրապարակվել, թե ինչպես են իրանական հրթիռները հարվածում Իսրայելին և Թել Ավիվին։ Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթին Ալթունը պաշտոնապես հաստատել է, որ հունիսի 20-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա։ Նախագահ Թայիպ Էրդողանը վարչապետ Փաշինյանին կընդունի Ստամբուլում։ Փաշինյանի այցի մակարդակը որակվել է աշխատանքային։ Իդեպ Փաշինյանից մեկ օր առաջ, այսինքն այսօր, Էրդողանը ընդունելու է Ալիևին։ Ալթունի խոսքով Ալիևի հետ Էրդողանը քննարկելու է Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային արդիական հարցեր։ Ակնհայտ է, որ թուրքական պետությունների առաջնորդները նաև վաղվա հանդիպման մանրամասները կքննարկեն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը։ Ուղիղ եթերում կլինենք ժամեր անց 15:00-ին։ Եթերում աշխատեց Աննա Մարգարյանը։ Կհանդիպենք։